Ժողովուրդ օրաթերթը գրում է. Ժողովուրդ օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն այսօր առավոտյան Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին հրավիրվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տեր-Ասողիկ Աբեղա Կարապետյանին։ Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն հարցաքննությունը կապված է Սուրբ Գեղարդի շուրջ մամուլում հայտնված տեղեկությունների հետ, ըստ մամուլի 2018 թվականին հայտնի է դարձել, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին։ Այս տեղեկություններին ի պատասխան Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տեր-Ասողիկ Աբեղա Կարապետյանը հրապարակային հայտարարություններ տարածել։ Որոշ է թե որոնց չար ու խավար մտքի գործ է այս հերթական այլանդակությունը, դատապարտելի արարքը, ամբարիշտ ու ապստամբ, կանոնազանց ավելին բարոյազուրկ մի քանի եկեղեցականների ու իրենց արբանյակ կարգալույծ ուղեկորիցների։ Թող վերստին հայտնի լինի ամենքին, որ Մայրաթորի բոլոր սրբություններն ու մասունքներն անվնաս ու անխաթար ամենայն պատասխանատվությամբ եւ սրբորեն պահվում են Սուրբ Էջմիածնի գանձատանը։ Ստացվում է, որ Սուրբ Գեղարդի մի կտոր վաճառվել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետին տեղեկությունների մասով քննչական կոմիտեում վարույթ կա, որի շրջանակներում հարցաքննության է հրավիրվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տեր-Ասողիկ Աբեղա Կարապետյանը։ Հրապարակ թերթը գրում է. Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգին Բ-ի անհաղորդ պահվածքից։ Դեռևս անցած տարեվերջին դեկտեմբերի 15-ին ավելի քան 2 տասնյակ հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել վեհափառին, խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը։ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկն է, որն աջակցում է Փաշինյանի եկեղեցաքանդ ծրագրին։ Մոտ 1 ամիս է անցել վեհափառին ուղված խնդրանքից, սակայն նա մատը մատին չի խփում։ Մենք գրել ենք, որ Արցախի թեմում եպիսկոպոսի կոչումով այլ հոգևորական չկա, որով կարող է վեհափառը փոխարինել տիրադավին, սակայն կարող է տեղապահ նշանակել կամ էլ ծնունդով ոչ արցախցի։ Գրել ենք նաև, որ արցախյան քաղաքական հասարակական շրջանակներում կողմ են Բագրատ Սրբազանի թեկնածությանը։ Մեզ ասացին, որ ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող եւ միաժամանակ ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն էլ է հանդիպում խնդրել վեհափառի հետ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Իրավունք թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուխտերթին մասնակցած Արցախի հերոսի կոչում ունեցող գեներալ-մայոր Կարեն Շաքարյանին, որը ինչպես պարզվում է այժմ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարն է, պարզվում է այսպես ասած, վերբովկա է արել ոչ ավել ոչ պակաս Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանը։ Ավելին, ըստ շրջանառվող լուրերի, գեներալը իր բիզնեսներով լավ էլ հովանավորել է Սրբազանին բարեկեցության համար։ Արցախցիների խոսքերով Շաքարյանը 2020 թվականից եղել է Մարտակերտի դիվիզիոնի հրամանատարը։ Մտերիմ հարաբերություններ է ունեցել նախկին Պաշտպանության բանակի հրամանատար Միքայել Արզումանյանի, Արայիկ Հարությունյանի եւ Վիտալի Պալասանյանի հետ։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. Առողջապահության նախարարությունը սեպտեմբերին, երբ դեռ չէր հաստատվել առողջապահության համապարփակ ապահովագրության նախագիծը, միլիոնավոր դրամների գնումներ է կատարել չեղած բանի համար։ Սեպտեմբերին առողջապահության նախարարությունը պայմանագիր է կնքել Domino Video Production ՍՊ-ի հետ առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի ապրանքանիշի ձևավորման բրենդինգի համար։ Պայմանագիրն արժեցել է 32 միլիոն 760 հազար դրամ։ Պայմանագրով սահմանվել է ստեղծել ամբողջական բրենդային պատկերի համակարգ, որը կներառի անվանումը եւ լոգոտիպ ֆիրմային ոճ։ Հետաքրքիրն այն է, որ սեպտեմբերին, երբ դեռ ազգային ժողովը քննում էր չարչրկված այդ նախագիծը, այն ընդունելու հեռանկարի մասին վաղ էր խոսելը։ Ազգային ժողովի հանձնաժողովում քննարկելուց, ազգային ժողովի կողմից հաստատվելուց եւ կառավարության նիստերում արդարանալուց հետո Ավանեսյանի ջանքով հունվարի 1-ից սկսեց գործել առողջապահության ապահովագրության ծրագիրը, այն էլ առանց համապատասխան հիմնադրամի եւ առանց համապատասխան աշխատակազմի։ Ստացվում է, որ Անահիտ Ավանեսյանը կառավարության գլխավորությամբ առուն դեռ չթռած, ասել են հոբ կատարել են պետական գնումներ, այն էլ մեկ անձից, հուսալով եւ հոգու խորքում համոզված լինելով, որ եթե այն ամենավատ նախագիծն էլ լինի, միևնույն է ԱԺ-ն կհաստատի։ Իրավունք թերթը գրում է. կառավարության մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամների ու կողմնակիցների առաջ խնդիր է դրել, ջանքեր գործադրել եւ ամեն գնով հունվարի մեջ հասնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հեռացմանը, լուսավոր ճիգահից։ Էլ չլսեմ ձեր լացուկոցը Շևջան չենք ձգում, այս ամիս ու վերջ, ըստ իշխանական կուլիսային լուրերի, մոտավորապես նման կերպ է արտահայտվել Փաշինյանը։ Հրապարակ թերթը գրում է. պատմության նախկին դասատու այժմ զորավար ներկայացող Սուրեն Պապիկյանը երեկվա իր ասուլիսում հերթական անգամ փայլել է իր համեստությամբ ճանապարհ անցած եւ վաստակ ունեցող զինվորականներից մեկի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի մասին խոսելիս։ Պապիկյանը անդրադառնալով Հակոբյանի նախկին հայտարարություններից մեկին կոպտել է նախկին զինվորականին։ Մովսես Հակոբյանը գուցե ամոթ ու պատիվ ունենա
ու լռի, հորդորում եմ լռել ու ծպտուն չհանել, ասել է Պապիկյանը։ Պորոտախուցության եւ անկախության հարցում անգերազանցելի իշխանավորները հաշվի չեն առնում անգամ տարական մարդկային փոխհարաբերությունները, ասենք այն փաստը, որ Մոսիի երկու զարմիկներն իրենց յուրայիններն են եւ Մոսին էլի դեպ բավականին զուսպ է խոսում եւ տևական ժամանակ է անգամ շատ չի քննադատում իրենց։ Իսկ զարմիկներից մեկը Արմեն Գրիգորյանն է, անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող, մյուս զարմիկը Գրիգորյանի հարազատ մորաքրոջ տղան Սուրեն Պապիկյանի անմիջական ենթական է։ Խոսքը զինված ուժերի շտաբի ինժեներական զորքերի պետ վարչության պետ Վահրամ Գրիգորյանի մասին է, որին Պապիկյանը անձամբ է նշանակել այդ պաշտոնում։